Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ինձ ընդունեցին ընդեղի իրանց աշխատակիցների տեղակալներից երկու հոգի հարկայինություն են եկել եւ մյուսները, ընտրեն։ Մյուսները եկան ինձ ասեցին մենք ամեն հարցով խոսք օրինակ ձեզ եթե պետքա կարող աջակցենք, ես մի քանի հարցեր տվեցի իրանց ոնց որ անհասկանալի դառավ, հետո ասին դա էկոնոմիկայի նախարարությունը ասեց դա մեր հետ կապված չի, մենակ հարկայինն էլ ես ասում եմ դուք օրենքներ եք տանում, որ այժմ այն ժողովուրդը ի վիճակի չի, դուք անցել եք պաշտպանում եք ոչ թե ժողովրդի շահեր, դուք պաշտպանում եք այժմյան բանկերի, թալանչի բանկերի ղեկավարներին, որոնք ինչով են զբաղված, նրանք ամեն ինչ ուզում են գցեն, ամեն մի գործարք գցեն բանկի մեջ, որտեղից իրանք ունեն մեծ շահույթներ։ Դրանցից դժվարներից մեկը ես եմ, որով իրենք առանց զգուշացնելու ինձից 2020 թվական հիշում եք կորոնավիրուսի ժամանակ այն ժամանակ բանկերը փակ են, մենք չենք կարող որևիցե մուծումներ արենք, դրանց հետո եկավ 20 թվականի պատերազմը, նորից մենք չկարծանք էլի խառը դրություններ այն ժամանակվա 23 թվականին, նրանք ասում են այն ժամանակ ասեցին մենք ամեն ձևի կաջակցենք փոքր միկրոբիզնեսին էլ մյուսներն էլ, բացարձակապես ոչ մի բան այս կառավարությունը չարեց, դրանից ելնելով 23 թվականին բերում են այն ժամանակվա, որ բաներ կա մոռացել ենք չենք մուծել, իրանց մեղքով ա եղել, որ մենք չենք մուծել, նրանք բերեցին մեր վրա դրեցին տուժեր տուգանքներին դրի ահռելի մեծ թվերով, պլյուս դրանց վրան էլ հարկայինը ավելացրել էր 0.04% էր այն ժամանակ, հիմի ավելացրել է արդեն 0.75%, դա նշանակում է երկու անգամ իրանք տուժ տուգանքների վրա ավելացրել են տոկոսություն։ Ես նորից ասում եմ, այս ժողովուրդը ամեն ինչ ամեն ժողովուրդը հեսա բոլորը գալու են հարցետի, չի մի քիչ ոտով են ինչ-որ գալիս։ Հարցը նա է, որ ամեն ինչ արվում է փոքր ու միջին բիզնեսը վերածվի, որի մասին Նիկոլ Փաշինյան ինքը անձամբ նախորդ բանի ժամանակ ասեց, նրանք ուզում են զարգացնել միայն մենաշնորհը, որոնք մի քանի հոգի են ու դրանով ասում է բոլորը կփակվեն, գքան կաշխատեն տվյալ հիմնարկություններում եւ նրանք Իրոք, այնտեղ Նիկոլ Փաշինյան շատ հիանալի խոսքեր ունի, որը պետքա բոլորը հիշեն, ինքը ասում է 7 տարի է, որ ամբողջ այս կառավարությունը այս մնացածը առաջին դասարանի կրթություն ունեն։ Բայց ես մի բան գիտեմ, ես 3 ինստիտուտ եմ ավարտել, իմ համար մի քիչ դժվար է առաջի դասարան, դաժան 5-րդ դասարանի երեխուն բան բացատրել։ Դրանից ելնելով սա հենց դրա օրինակն է։ Ես նորից ասում եմ, եթե դուք ուզում եք Հայաստանը ոտքի կայնել եւ հայ ժողովուրդը եկեք անենք միանմուր ուժերով երկիրը կանգնեցնենք ոտքի գիտնականներն էլ մյուսներն էլ ես ինքս գիտնական եմ ինժեներ գյուտարար եմ Հայաստանի գյուտարարների խորհրդի անդամ եմ բայց եկեք ժողովուրդ ինչ է շատ պրիմիտիվ բան կա որը օգտագործելով փոքր եւ միկրոբիզնեսը ոտքի կկանգնի ու զարգանա մեր պետությունն էլ հետը եթե փոքր միջին բիզնեսը վերանա Հայաստանից Հայաստանը կդառնա ամենահետամնաց, եթե մինչև հիմա չի դառը, ու ամենավտանգավոր պետություններից կործաման գնացող պետություններից մեկը։ Այժմ ես ձեզ մի ուրիշ բան եմ ասում, ժողովուրդ։ Եկեք հասարակ օրենքները ժողովրդի համար դառնա հասարակ։ Օրինակ ինչ եմ ասում։ Դրեք միշեմ 224 միլիոնա, միջև մարդիկ ամեն օր իրանց հարկայինները թող իրանք բան անեն խփեն, նրանից հետո 24 միլիոնը ոչ մի կոպեկ իրանք ոչ տուժեր, ոչ մի տոկոս մուծեն, ոչ մի բան։ Նրանից ավել դեպքում, այնտեղ պետք չի թղթաբանություններ, հայտարարագրման եւ այլն։ Նրանից հետո թող մուծեն 1%, ինչքան անում են, սրանով դուրս է գալի, թե ստվերը թե մնացած, այսինքն ես կծախեմ 5 ապրանք, կմուծեմ 5 ապրանքի հարկը Եթե կմուծեմ 1500 ապրանք, այն ժամանակ արդեն կմտնեմ 1%-ի մեջ եւ դրա տոկոսները կմուծեմ։ Սա ամենաճիշտ ձևն է, որը չի ցանկանում այժմյան կառավարությունը, իրանք շատ լավ է։ Դրա համար առաջի դասարանի կրթությունը իրանք դեռ շատ է։ Նրանք դեռ դեռ